Սելի ֆուտբոլոստներն շարունակում ենք խաղային օրը, խաղային շաբաթվա վերջին հանդիպումը մեկ տարկեց, որը Եվրոպա լիգայի բնույթ է ու արդեն Մարսելն ու Փարիզն են ուժերը չափելու միմյանց միջև եւս մեկ կարևոր հետաքրքիր, ինչու ոչ շատ գոլառատ հանդիպում կանխատեսել կարելի այս խաղից ու տեսնենք այս խաղում արդեն ով կողմերից որ մեկը ինչ փորձի առաջարկել ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին Սկսենք Մարսելից Անդրանիկ Հայրյանը պաշտպանում է դարպասը համար 1, Թովմաս Դավթյան համար 4, Հարություն Գրիգորյան համար 5, Կարեն Վարդանյան 6, Մոզանյան համար 10, Գևորգ Հայրյան համար 11, Նաթեմ Յավակն է Արա Հակոբյանը համար 16, Նարեկ Իսկանդարյան համար 17 եւ Դավիթ Ջուլակյան համար 22 Փարիզ դարպասը պաշտպանում է Սարգիս Սարգսյանը համար 1, Վանուշ Մելքոնյանին համար 2, Հարություն Աղազարյան համար 4, Մանվել Այվազյանը համար 5 Զանյանի հարվածը բարձր ստացվեց այստեղ Իշխան Պողոսյան համար 6, Արտակ Ասատրյան համար 9 Կարո Աբակյան համար 10 Նարեկ Կոչարյան համար 11, Վահե Օհանյան համար 17, Սերգեյ Հարությունյան համար 22 եւ Հարություն Խաչատրյան համար 99 վերջինս էլ Փարիզ ակումբի ավակն է հենց Խաչատրյանը հիմա երկար փոխանցում է կատարում դեպի Մանվել Այվազյանը ու եթե անցներ այս Փոխանցումը բավական վտանգավոր կլներ Ասատրյան շատ լավ կասեցրեց Արտակ Ասատրյանը հարմարեցեց ձախ ոտքին հարվածեց ու այստեղ կարող էր հիմա Ասատրյանը բացել այս հանդիպան հաշիվը բայց փակվեց Ասատրյանի հարվածի ճանապարհը շատ հետաքրքիր իրավիճակ էր ու հիմա իսկապես Փարիզը ստեղծեց վտանգավոր պահ բայց իհարկե սա բավական չէ դարպասի գրավում ակնկալելու համար պետք է ավելին անել հիմա անկյունային խաղարկումը տեսնենք ցածից փոխանցում դեպի Կարո Ավակյանը Ավակյանն է հարվածում ու այստեղ էլ փակվեց Ավակյանի հարվածի ճանապարհը ակտիվ է իսկապես Փարիզը տվել այս հանդիպան մեկնարկը Արտակ Ասատրյան դեպի Այվազյանն է կատարում փոխանցում Այվազյանը արգելակեց մի պահ տեսնենք ինչ շարունակություն կմտածի Մանվել Այվազյանը գեղեցիկ անցում Այվազյանից եւ եւս մեկ անկյունային է վաստակում Փարիզը ու տեսնենք այս անկյունային խաղարկումը ինչ կտա Այվազյանն է իրականացնում եւ եւս մեկը կիրականացնի Փարիզը երրորդ արդեն անենք մեջ այս անկյունային էլ տեսնենք ու արդեն կծանոթանանք նաեւ այս խմբում տիրող պատկերի Եվրոպա լիգայի շրջանակներում կա փոխանցում վտանգավոր իրավիճակ էր ու կարողացան ամեն դեպքում Մարսելի ֆուտբոլիստները հեռացնել այստեղ գնդակը Պողոսյան Գլորեց գնդակը Արտակ Ասատրյանի ուղղությամբ Ասատրյանն էլ շատ լավ նկատեց Այվազյանին ու փոխանցեց բայց Այվազյանը այստեղ չէր սպասում այս փոխանցմանը ու կորցրեցին հիմա փաստացի Փարիզի ֆուտբոլիստները գնդակը այս խմբում այս պահին կան 6 ակումբներ ընդհանրապես Եվրոպա լիգան բաղկացած է 12 թիմերից բաժանված են այս թիմերը 2 խմբի 6-ական ակումբներ ամեն խմբում ու ամեն խմբի 6 ակումբներից առաջին 4 հորիզոնականը զբաղեցած թիմերը դուրս կգան փլեյով Միլան, Պալերմո, Արարատ, Փարիզ, Մարսել, Այաքս, հա այսպիսի խումբ է ձևավորվել այս զույգերը ընդգրկված են այս խմբում որտեղ Միլանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը 2 խաղից հետո 6 միավորով Պալերմոն նույնպես ունի 6 միավոր 2 հանդիպումից հետո այս 2 թիմերը հաղթել են եւ արդեն Արարատը կրել է 1 պարտություն եւ տարել է 1 հաղթանակ ու 3 միավորով երրորդը Փարիզը, Մարսելը եւ Այաքսը դեռ չունեն վաստակած միավորներ Ավակյան երրվից Արվածա Հայրոյանը ետ մղեց Զանյանը հիմա ուղարկեց գնդակը Իսկանդարյանի եւս մեկ փոխանցում դեպի Մոզանյանը շատ դավիճեցեց Զանյանը գնդակը բայց բավական ուժեղ կատարեց փոխանցումը շատ լավ էր ամեն ինչ կազմակերպել հիմա Մարսելը բայց վերջին հարված այդպես էլ չտեսանք դիպուկ չեղավ Հարությունյան թողնում է գնդակը Կարո Ավակյանին դեպի կենտրոն Մանվել Այվազյան նորից Ավակյան Ասատրյան մեկ հպումով դեպի Այվազյան ինչ գեղեցիկ խաղարկում ու Մանվել Այվազյանը այստեղ
Ստացավ արված կատարելու հնարավորությունը, բայց մնում է գնդակով հիմա կրունկով դեպի ետ, կարող Ավակյանն այստեղ է։ Ավակյան, Ասատրյան, վտանգավոր իրավիճակ, Ասատրյան հարված։ Ու փակվեց Արտակ Ասատրյանի հարվածի ճանապարհը, փոխարենը գրովում է Մարսելը Մոզանյան, պետք է փոխանցել Զանյանն, իսկ այստեղ կար փոխանցումը, բայց չկար եզրափակող ֆուտբոլիստ Հակոբյան։ Մարսելը նորից է գրոհելու, Գևորգ Հայրոյան, խորքից փոխանցում Հայրոյանից այստեղ Պողոսյանը փակեց գնդակի ուղղությունը, ուղարկեց այն Կարո Ավակյանի ուղղությամբ։ Ու այստեղ էլ շատ հաջող գնդակի խլում իրականացրեց հիմա ու հարվածեց Հարություն Գրիգորյանը եւ բացում է այս հանդիպանաշիվը, ինչ լավ ու դիպուկ հարված ստացվեց Գրիգորյանից 1-0 Մարսելն առաջ է անցնում հաշվի մեջ։ Հարություն Գրիգորյան 1-0 բացում է Գրիգորյան այս հանդիպանաշիվը, իսկապես շատ լավ, շատ արագ կողմնորոշվեց եւ հարվածով գրավեց Սարգսյանի պաշտպանած հեռավոր անկյուն ու տեսնենք հիմա արդեն ինչպես կլինի Փարիզի պատասխանը Ասատրյան ընթացքից չէ ստացվեց Արտակ Ասատրյանի կատարած հարվածը։ Հայոյան գնդակ խաղը մեջ մտցնում, ուժեղ փոխանցում, Իսկանդարյան։ Կրունկով չանցավ Իսկանդարյանի փոխանցումը, եւս մեկը հիմա արդեն ստացվեց Ասիան գնդակ Հակոբյանին շատ հրաշալի անցում ու փոխանցում, բայց Զանյանին չհասավ այստեղ գնդակ Ասատրյան։ Շատ լավ գործեց Արտակ Ասատրյան, այս իրավիճակում բացազատվում է Այվազյանը եւ այստեղ էլ պաշտպանության կենտրոնը շատ լավ վերահսկեց Մարսելի ֆուտբոլիստ Թոմաս Դավթյանը։ Այվազյան թողեց Ավակյանին լնդակը Կրկին Այվազյան շատ լավ խաղարկումներ Կարո Ավակյան ու այստեղ հիմա գրավում է Մահվել Այվազյանը դարպաս ու հավասարեցնում հանդիպման արշիվը, բայց հիմա մրցավարը կուսումնասիրի դրվագը Ապահովության համարայում մրցավարը դիտեց դրվագի կրկնապատկերը ու Մահվել Այվազյանի խփած գնդակը արձանագրված է, ինչը նշանակում է հանդիպան հաշիվը արդեն հավասար է 1-1 ու տեսնենք արդեն այս հաշվի պայմաններում ինչ կառաջարկեն թիմերը Վարդանյան դեպի Հայրոյան ուղարկեց գնդակը եւ կար այստեղ խաղի կանոնների խախտում Ավակյանի կողմից Կա փոխանցումը դեպի Դուգանայինի մատույցներ հեռացնում են այստեղ Փարիզի տղաները գնդակը, բայց ոչ այնքան հեռու դեռ Հիմա արդեն կար այո խաղի կանոնների խախտում Մարսելի ֆուտբոլիստի կողմից ու ստանդարտ կիրականացնի արդեն Փարիզը Երկար փոխանցում դեպի Արտակ Ասատրյանի ուղղությամբ, այստեղ ոչ ոք չդիպավ գնդակին ու արդյունքում գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս Եզից են նետելու Մարսելը Հակոբյան դեպի առաջ Հայրոյանի ուղղությամբ ու դեպի ավելի ետ էլ Հայրոյանն է ուղարկում գնդակը Վարդանյան ու երկար փոխանցումով Վարդանյանը գնդակ ուղարկեց առաջ անցավ գնդակ այստեղ բոլորից Իսկանդարյան դեպի Զանյան ու այստեղ Զանյանի մոտ չստացվեց դիպուկ հարվածը դեպի դարպասի ուղղությամբ Հարություն Խաչատրյան դեպի Ավակյանը նորից Խաչատրյան
Տեսնենք ինչ որոշում է կայացնում Խաչատրյանը, շատ լավ նկատեց Հարությունյանին ու կատարեց այս փոխանցումը Սերգեյ Հարությունյան, բայց այստեղ արդեն Գրիգորյանը լավ գործեց։ Իսկանդարյան կա փոխանցումը դեպի առաջ հասնում է գնդակը Հայրոյանին ու Հայրոյանը վաստակում է անկյունային հարվածի հնարավորություն այո։ Եվ հենց Հայրոյանն էլ կիրականացնի անկյունայինը։ Բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցները հեռացված է գնդակ ու այն գալիս է Մանվել Այվազյանի մոտ մեկ հպումով դեպի Արտակ Ասատրյանը շատ լավ գրոյի է իմացել Փարիզ Ասատրյան դաթարը վերցրեց ուղարկեց գնդակ Այվազյանին ու արդեն այստեղ փրկվեց հիմա Մարսելը երկրորդ գնդակը բաց թողնելուց Մանվել Այվազյանի կատարած հարվածից հետո շատ մոտ էր իսկապես հիմա Փարիզը հաշվի մեջ առաջ անցնելուն, բայց չժպտաց այստեղ բախտը Փարիզի ֆուտբոլիստներին, տվյալ դեպքում Մանվել Այվազյանին եւ անկյունայինը տեսնենք Արտակ Ասատրյանը կիրականացնի այն։ Փոխանցումը կա Ասատրյանից հեռացված է գնդակը Պողոսյան ու այստեղ չենք տեսնում հարված ինչ իրավիճակ է հիմա կա հարվածը եւ նորից անկյունային է վաստակում Փարիզը արդեն հակառակ եզրից Արա խաղարկում Աղազարյանը գնդակով է Ավակյան եւ բարձր ստացվեց Ավակյանի հարված ու հարված կլինի արդեն Մարսելի դարպասից Վարդանյան Երկար փոխանցումով գնդակ ուղարկեց առաջ դեպի Իսկանդարյանը, բայց Աղազարյանը այստեղ հրաշալի գործեց, հիմա արդեն գնդակի կորուստ Հայրոյանը խլել է գնդակը Կազանյանի տարբերակու, բրավո Աղազարյան։ Ակոպյան Հասավ գնդակի Իսկանդարյանին ու անկյունային այո թողեց Իսկանդարյանը որպեսզի հեռանա գնդակը դաշտի սահմաններից եւ հիմա անկյունային կիրականացնի Մարսելը Փոխանցումը կա բավական ուժեղ ստացվեց, բայց Գրիգորյանը ամեն դեպքում հարվածեց ու շեխ հարվածեց այստեղ Գրիգորյանը իհարկե ավելի լավ հարված կարող էինք տեսնել այս դրվագի հետ կապված Այվազյան Դեպի ձախ ուղարկեց գնդակը ստացավ պատասխան փոխանցումը, բայց այստեղ Ակոպյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին Հայրոյան Կորցրեց գնդակը Հայրոյանը, Ավակյանն է պայքարում հիմա Հայրոյանի դեմ Հարությունյան այստեղ լավ տարավ, բայց Գրողը շահունակեց չստացվեց, հեռացեցին Մարսելի պաշտպանները, իսկ Իսկանդարյանը այստեղ շատ հաջող գործեց, կար խախտումը եւ այո, այստեղ կա խախտում, Հարությունյանը խախտում է խաղի կանոնները։ Երկար փոխանցում առաջ, այստեղ Գրիգորյանը չի ասնի իհարկե այս գնդակին։ Ավակյան Գլորեց գնդակը Ասատրյանի ուղղությամբ Ասատրյան լավն էր անցումը Ասատրյան ու եթե ստանար ձախով հարվածելու հնարավորությունը կարծում եմ կարող էր գտնել դարպասը նա շատ լավ է կատարում ձախ ոտքով հարվածները պետք է իհարկե ավելի ուշադիր գործեն այդ փաստից Մարսելի պաշտպանները
Ասատրյան Այվազյանը գրագետ կերպով թողեց գնդակ Ավակյանին ու արդեն Փարիզը խփում է եւս մեկ գնդակու արդեն առաջ անցնում հաշվի մեջ Կարո Ավակյան 2-1 Առաջ է անցնում հաշվի մեջ այս խաղում առաջին անգամ արդեն Փարիզը այո նրանք բարթողի կարգավիճակից վերադարձան ու հիմա ստանցնել են հաղթողի կարգավիճակը հիմա էլ դարբասը գրավեց Կարո Ավակյանը շատ լավ փոխանցում Ասատրյանից ստացը Այվազյանն էլ շթնարամիտ կերպով ցույց տվեց որ շարժվում է առաջ գնդակով բայց թողեց գնդակը Ավակյանին ու դա շեղեց պաշտպանների ուշադրությունը հիմա նորից գրովում է Փարիզը Ասատրյան ու մի փոքր ուժեղ ստացվեց Ավակյանի փոխանցումը պայեց ամենայն դեպս Ասատրյանը Վարդանյան խլեց Ասատրյանը ու վաստակեց անկյունային հարված այո Եվ տեսնենք արդեն անկյունային ինչ կտա Փարիզի ֆուտբոլիստներին Արտակ Ասատրյանն է իրականացնելու անկյունայինը Ցածրից Ավակյան չստացվեց դիպուկ հարված այս դեպքում Կարո Ավակյանի մոտ Գործերեցին գնդակը Մարսելի ֆուտբոլիստները Ասատրյան Այվազյանի տարբերակը միայնակ է առաջարժվում Ասատրյանը հիմա ամենաճիշտ բանն էր փոխանցելու Այվազյանն էլ չատնարամիտ վարվեց բայց Հայրոյանը փակեց Մանվել Այվազյանի հարվածի ճանապարհը Խաղարկում են անկյունայինը Փարիզի տղաները Մանվել Այվազյան կրունկով դեպի Ասատրյանը գլորեց գնդակը Հերվից փորձ Ասատրյանից ու 3-1 այո արդեն Ասատրյանն էլ նույնպես դարձավ գոլի հեղինակ եւ 2 գնդակի առավելություն է ստանում Փարիզը Երեք մեկ դարձավ հանդիպանաշիվը հիմա էր Արտակ Ասատրյանը գրավեց Մարսելի դարպասը ու պետք է հիմա արդեն Մարսելը մտածի այս իրավիճակը հաղթահարելու մասին նրանք առաջին խաղակեսում հենց հայտնվում են ծանր իրավիճակում 2 գնդակ զիջում են Փարիզին Աղազարյան հեռացման փորձը ստացվեց Վարդանյան երկար փոխանցում առաջ այստեղ էլ Աղազարյանն է հեռացնում գնդակ ու արդեն եզրից նետելու են Մարսելի ֆուտբոլիստները Իսկանդարյան Դեպի կենտրոն այստեղ դուրս եկավ Փարիզը պաշտպանությունից Ավակյան կա Հարությունյանը կա փոխանցում դեպի Հարությունյանը մեկ հպումով էլ դեպի Ասատրյան ուղարկել գնդակը Սերգեյ Հարությունյանը արագանում է Կարո Ավակյանը Արտակ Ասատրյան դուրս եկավ արվածային դիտքը արվածի արդյոք Ասատրյանը արգելակեց ու այստեղ կորցրեց գնդակը բայց Մանվել Այվազյանը նահանջում է միջև վերջը խլում է գնդակը Այվազյան իսկ այստեղ արդեն կորցրեց գնդակը Զանյան եւ Հարությունյանը խլեց գնդակը այստեղ էլ
Հակոբյան շատ լավ արգելակումներ, երկու դրվագում էլ սա փոխանցում է դեպի Գրիգորյանը։ Երկար փոխանցում առաջ Պողոսյան, այստեղ Իսկանդարյանն բաժին ասավ գնդակը Պողոսյանին դիպչելուց հետո։ Հերվից արվածի փորձ համարենք, բայց շեղությամբ ստացվեց Իսկանդարյանի կատարած արված այս դրվագում։ Այվազյան շատ լավ փոխանցում ստացավ թիմի հավաքարություն Խաչատրյանից, Այվազյանը եւ այստեղ Գրիգորյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Այվազյան դեպի կենտրոն Ասատրյանի ուղղությամբ եւ անկյունային իրականացնի հիմա էլ Փարիզը Ասատրյանի ձեռացավ գնդակը ներողություն Ասատրյանի կատարած հարվածից հետո դիպավ մրցակցին ու հեռացավ գնդակը անկյունային արագ խաղարկում են Փարիզի ֆուտբոլիստները Ավակյան լավ չհասկացան այստեղ Ավակյանն ու Ասատրյանը միմյանց Այդոյանը դեպի առաջ Աղազարյանին բաժնացավ գնդակը Կարո Ավակյան հերվից փորձված բարձր է ստացվում Ավակյանի կատարած հարվածը ու հիմա արդեն Մարսելն է փորձում իր վերջին գրոհը կամ գրոնից մեկ իրականացնել առաջի հակեսի հետ կապված Հարությունյան լավ խլում իրականացրեց գնդակի Կարո Ավակյան ու հիմա 3-2-ի դիմաց նորից անցել է գրոհի Փարիզը Մանվել Այվազյան վտանգավոր է Ավակյան արված ու այստեղ չհայտնվեց գնդակը ցանցում այստեղ փրկեց Անդրանիկ Հայրոյանը Մարսելին Դեպի Աղազարյանը հետևեց Ասատրյանի փոխանցումը Իսկ այստեղ գնդակի կորուս Զանյանը կարող է միայնակ դուրս գալ, բայց Պողոսյանը հասցրեց, այո, հասցրեց այստեղ թիկունքից մոտենալու թույլ չտալ այդ ամենը Վերջին րոպեն է ընթանում խաղակեսի Հայրոյան դեպի աչլավ անցում Հայրոյանից, Հայրոյանը պայեց գնդակը, բայց փաստացի Սերգեյ Հարությունյանը խլում իրականացրեց Թովմաս Դավթյան երկար փոխանցում առաջ Գրիգորյան լավ տարավ գնդակը Գրիգորյանը այստեղ էլ Սարգսյանն է հեռացնում գնդակ, իսկ հիմա մրցավարը դադարեցնում է հանդիպումը, տեսնենք Ստուգի դրվագը Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը խաղի կանոնների խախտում կար, բայց Տուգանային հրապարակից մի փոքր դուրս էր տեղի ունեցել խախտումը, ինչը նշանակում է, որ ոչ թե 11 մետրանոց, այլ Տուգանային հարված ենք դիտելու։ Ու տեսնենք, խաղակեսի վերջին դրվագն է սա, Զանյանը հիմա կարող է մինչև ընդմիջման գնալը մեկ գնդակի հետ բերել։ Մարսելի համար շատ լավն է դիրքը, բայց պատ են կազմել Հարլելի ֆուտբոլիստների քանակությամբ Փարիզի պաշտպանները ու տեսնենք Զանյան հարվածը կա եւ այո այդ կազմած պատը իր վրա ընդունել Զանյանի հարվածը ու վերջ խաղակեսը ավարտում ենք հենց այստեղ կարճ դադար, որից հետո կշարունակենք
Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադարձանք միասին դիտելու Մարսել Փարիզ հանդիպան Եգոր Խաղակեսը։ Առաջի կեսը գոլար ատեր 4 դարպասի գրավում տեսանք 3-1 հաշվով հաղթում է խաղադաշտում Փարիզ ու արդեն տեսնենք Եգոր Խաղակեսը ինչպես է ստացվելու թիմերի համար։ Սերգեյ Հարությունյանը գնդակով դեպի կենտրոն Կարո Ավակյանի ուղղությամբ փոխանցեց Արտակ Ասատրյան։ Կրկին Ավակյան լավ խաղարկումներով Փարիզը հատեց դաշտի միջին հատվածը, բայց վերջին արված այդպես էլ չտեսանք, իսկ հիմա փոխարենը կարող է լավ գագագրով կազմակերպել Մարսել ինչ գրագետ Զանյանը, թողեց ինչ գրո Իսկանդարյան պետք է մի փոքր պարզապես ուժեղ փոխանցել ու Հայրոյանը արդեն եզրափակ էր այս դրվագը, շատ լավ գրո էր իսկապես։ Հիմա կա բարձից փոխանցումը, իսկ այստեղ չստացվեց դիպուկ գտնվել Վարդանյանի մոտ, այո, շատ մոտ էր ու կարող էր ցանկության դեպքում լավ ավելի լավ արված կատարել եւ գնդակ ուղարկել մոտակա անկյունը, իհարկե այնտեղ Սարգսյանը չեմ կարծում թե արդեն սպասում էր մրցակցից հարվածը եւ կար շանսերը Վարդանյանի մոտ դարպասը գրավելու համար։ Անկյունային մոտեցավ արդեն Մարսելը։ Իսկանդարյան փոխանցում ու այստեղ ստացվեց հեռացնել գնդակը Փարիզի տղաների մոտ, բայց ոչ թե հեռացնել, այլ հակագրո նույնիսկ կազմակերպել Ասատրյան ու այո, ես իսկ նետի արդեն Փարիզը Պողոսյանը շատ լավ գնդակ ուղարկեց, առաջ Ասատրյանն էլ այստեղ վասակեց եզրային նետման հնարավորություն, ինչը ամենահարմար տարբերակն էր այս վային Փարիզի տեսանկյունից։ Ասատրյան դաթար է պահում, գտավ Կարո Ավակյանին դեպի կենտրոն Հարությունյան ու այստեղ ինչ հնարավորություն էր հիմա դարպասը գրավելու գործում Սերգեյ Հարությունյան, ինչ հաշվի նկատ փոխանցում կատարեց նրան խաղանկետ Կարո Ավակյան ու այստեղ բարձր ստացվեց Հարությունյանի արվածը, իսկապես շատ լավ հնարավորություն էր, շատ լավ պահ էր հիմա արդեն եւս մեկ դարպասի գրավում տեսնելու համար Իսկանդարյան դեպի առաջ այստեղ թույլ ստացվեց փոխանցում ու Զանյանը արդեն խաղադաշտից դուրս միայն հասավ գնդակին։ Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե թույլ, այլ հակառակ ուղղությամբ փոխանցեց, քան Զանյանն է շարժվում։ Հարությունյան դեպի Մանվել Այվազյանը շատ լավ բացազատվեց Այվազյանը, կարելի է փոխանցել, դադար է պահում Այվազյանը ու գնդակը արդեն դուրս է եկել այո դաշտի սահմաններից դուրս։ Հայրոյանը արագ տեղադրեց գնդակը Վարդանյանն էլ երկար փոխանցումով գնդակը հասցեագեց Գևորգ Հայրոյանին։ Իսկանդարյան բարձրից, բայց այստեղ Իսկանդարյանի փոխանցումը թույլ ու շեղ ստացվեց։ Սերգեյ Հարությունյան Հոնում է գնդակը Այվազյանին դեպի Աղազարյանը Կրկին Այվազյան նորից Աղազարյանը հանգիստ խաղարկում է Փարիզը գնդակը հատեսեք Մանվել Այվազյան շատ լավ փոխանցում Ավակյան ու բարձր ստացվեց Ավակյանի հարված ինչ կոմբինացիաներ ու Մանվել Այվազյանի հաշվի նկատ փոխանցումը բայց բարձր է ստացվում Ավակյանի կատարած հարված այս դրվագում, այո, սա հնարավորություն էր եւս մեկ անգամ, որից շօգտվեց Փարիզը։ Հիմա էլ Ասատրյանը խլեց գնդակը Արտակ Ասատրյան ու փորձեց այստեղ էլ արդեն Հայրոյանի վրայով կախել, բայց թույլ ստացվեց եւ դարպասապահ Հայրոյանը վերցրեց գնդակը Նարեկ Իսկանդարյան։ Հիմա եթե Մարսելը փորձի մեկը խփել իհարկե Էլ ավելի կակտիվանա հանդիպման տեմպը իհարկե այնպես չէ որ հիմա կողմերը համաձայնվել են այս հաշվի հետ իհարկե ոչ երկուսն էլ ավելի են ցանկանում մեկը մյուսի դարպասը գրավել նախ
Իհարկե Մարսելը փորձում է խաղ վերադառնալ, Փարիզը փորձում է իրեն մեծացնել առավելությունը, տեսնենք կողմերից ում բախտը կժպտա, կա Սուլիչը փոխանցումը նույնպես ու արդեն մի փոքր հեռացեցին գնդակը Փարիզի տղաները սեփական կիսադաշտից Ակոպյան խորքից, բայց ուժեղ ստացվեց նրա կատարած փոխանցումը այս դրվագում Վարդանյանն է ներողություն ոչ թե Ակոպյանը Սարգսյան դեպի Պողոսյանը Կարո Ավակյան շատ լավ շրջվեց ու գտավ Մանվել Այվազյանին, Այվազյանն էլ թողնում է գնդակ Աղազարյանին Հարությունյան կար այստեղ խախտում Հարությունյան արագ տեղադրեց ու խաղարկեց գնդակ Արտակ Ասատրյանն էլ ընդունեց Եվ դուրս էր եկել, այո Գնդակը դաշտի սահմաններից դուրս եզդից կնետի հիմա Մարսելը Կարո Ավակյան լավ պայքարեց ու խլեց գնդակը կար խախտում, բայց մնաց գնդակով Ավակյանը իսկ այստեղ արդեն միջև վերջ չստացվեց անցումը Խաչատրյան դեպի Պողոսյանը, նորից Խաչատրյան, Պողոսյան, Մանվել Այվազյան Շատ ակտիվ ֆուտբոլիստ է իսկապես Այվազյանը դաշտում ամենուր նրան կարող են տեսնել դաշտի ցանկացած հատվածում Աղազարյան դեպի առաջ պարզապես այո Խաչատրյան այստեղ էլ փագեց փոխանցումը ու ինքը խորքից սկսում է իր թիմի համար եւս մեկ գրող Արտակ Ասատրյան խախտում է սա իհարկե Ավակյան շատ լավ նկատեց Հարությունյանի գրոյի միացումը Ավակյանը Հարությունյան անցավ կատարեց փոխանցում բայց Այվազյանը չեզրափակեց այս դրվագը Իսկանդարյան տեղափոխում է գնդակը ձախ եզր Իսկանդարյանը Լավ չհասկացան Մարսելի երկու ֆուտբոլիստերի միմյանց այս դրվագում Սերգեյ Հարությունյան դեպի առաջ Ասատրյանը այստեղ ավելացեց գնդակի ընթացքը դեպի Այվազյանը լավ խաղարկումներ Արտակ Ասատրյան վտանգավոր է Ասատրյան արվածը կա ու դարպասի գրավումը նույնպես Ասատրյանը դուբլ է գրանցում արդեն այս խաղում իր անվան դիմաց Հանգիստ խաղացեք, բացը ոչ մի տիպի հանգիստ Եռանկի փոփոխություն նաև տեղի ունեցավ Փարիզի կազմում ու տեսնենք արդեն Հարդաշ դուրս եկած ֆուտբոլիստները մինչև հաշկի կընկնեն Ակոպյան դեպի Իսկանդարյան իսկ Արտակ Ասատրյանի երթական գոլը խփեց Սաֆելի առաջությունում այս խաղում արդեն երկրորդ գնդակներ Ասատրյանին
ու հիմա իսկապես շատ կամային որակներ է ցուցադրում խաղադաշտում։ Փարիզը զիջում էին հաշվի մեջ ու ոչ միայն վերադարձան խաղ, նաև արդեն հաղթում են 3 գնդակի տարբերությամբ եւ դեռ երևում է, որ այս ամենով չի բավարարվել։ Փարիզը փորձում են էլ ավելի մեծացնել իրենց առավելությունը Այվազյան։ Այստեղ խաղ խփտեցին միմյանց նկատմամբ խաղի կանոնները սեփական թիմի ֆուտբոլիստները, այո, սեփական խաղանկետները Սերգեյ Արությունյան Դեպի կենտրոն ուղարկեց Հարությունյանը գնդակը այստեղ էլ տեղափոխեց գնդակը Վանուշ Մելքոնյանը ու տեսեք ինչ գրոյի անցել նորից Փարիզը Այվազյան շատ ակտիվ է Մանվել Այվազյանը նորից Մելքոնյան Ասատրյան շատ լավ բայց գնդակը Ասատրյանը փոխանցումը կատարեց նորից Ասատրյան Շատ լավ կոմբինացիան է, Ասատրյան ու պետք էր հարվածել, բայց հասկանալի է, փորձեց Զախին հարմարեցնել ու չստացվեց, Իսկանդարյան Եվ այստեղ Սարգսյանը հեռացեց ու դա ոչ միայն հեռացում էր նաև փոխանցում Մանվել Այվազյանին, բայց այստեղ արդեն լավ գործեց դարպասապահ Հայրոյանը Իսկանդարյան կար, ձեռքով խաղ կար, այո Իսկանդարյան հերվից փորձ էր սա ու անկյունային է իրականացնելու արդեն Մարսել, այո, շեղում տեղի ունեցավ գնդակի Գրիգորյան բարձից փոխանցում ու այստեղ էլ արդեն հեռացեցին գնդակը Փարիզի ֆուտբոլիստները, բայց այսքանով չի ավարտվել Մարսելի փորձը, հիմա արդեն ավարտված է, Ասատրյանը ստիպեց մրցակցին նահանջել Գրիգորյան ուղարկեց Ակոբյանի ուղղությամբ, գնդակը շատ լավ էր տեսել Իսկանդարյանին, բայց փոխանցումը այնքան էլ հաջող չստացվեց, Մելքոնյան շատ լավ անցում էր Դեպի Այվազյան ուղարկեց գնդակը ձախից կա տարբերակ Այվազյանը դեպի աջ է ուղարկում գնդակը Կարո Ավակյանին Ավակյան փոխանցում ու այստեղ շատ լավ գրոհ էր բայց այս դրվագում ժպտաց Մարսելի բախտը Հարված կլինի Մարսելի դարպասից, այո, հենց այստեղ ավարտվեց Փարիզի գրոհը Հակոբյան Շարժում է առաջ Հակոբյանը տեսնեք ինչ տարբերակներ է փնտրելու Հայրոյան Հայրոյանն է հարվածում ուշեղ է ստացվում Հայրոյանի կատարած հարված այս դրվագում Այվազյան ևս մեկ փոխանցում դեպի Ասատրյանը այս անգամ թույլ ստացվեց Վարդանյան երկար փոխանցումով գնդակ ուղարկեց առաջ Վարդանյանը ևս մեկ փոխանցում ու այստեղ ստացվեց դուր վերել գնդակը
Ու Ասատրյան, բրավո։ Այստեղ փակեց փոխանցման ճանապարհը սա անկման գնով Հակոբյան դեպի դարպասապա Հայրոյանը ուղարկեց գնդակը երկար փոխանցում է Հայրոյանը կատարեց Գրիգորյան ու կա այստեղ ակնհայտ խախտում կա Զանյանը կիրականացի ստանդարտը հարված ու այստեղ պատկազմած ֆուտբոլիստի վրա ընդունեց Հակոբյան ու այստեղ էլ Հարությունյանն է հեռացնում գնդակը դաշտի սահմաններից դուրս Խոչարյան այստեղ փորձ է ստանել գնդակը չստացվեց հիմա խլեցին Մարսելի ֆուտբոլիստները ու Հայրոյանի արվածը որը հայտնվեց դարպասում շատ դիպուկ արված տեսանք Գևորգ Հայրոյանից 1 գնդակ Մարսելը ետ է բերում 4-2 դարձավ հանդիպման հաշիվը շատ դիպուկ արվածով աշկին կավ Գևորգ Հայրոյանը իհարկե այս գոլը որևէ բան կարող է արթնացնել հիմա Մարսելի հիշողություններում այս հանդիպման հետ կապված Փարիզը շատ վստահ առավելություն ունի հիմա խաղադաշտում նույնիսկ այս բաց թողած գնդակից հետո իհարկե ինչու եմ ասում վստահ ճիշտ է հիմա կասեք 2 գնդակ է բայց տարբերությունը բայց խաղաժամանակ քիչ է մնացել 6-7 րոպե ու դա իհարկե Սկայական ժամանակահատված է, բայց չասենք, որ հանգիստ էլ պետք է գործի Մարսել այդ երկու գնդակները հեղինակելու համար Իսկանդարյան, անցումը գեղեցիկ է, Իսկանդարյան հարվածը, կա Սարգսյանը, ետ տղեցը, Գրիգորյան, Հայրոյան, ով է հարվածել, Իսկանդարյան, եվս մեկ փոխացում, Գրիգորյան, ստացվում է գրավել դարպասը 4-3 դարձրեց հիմա Հարություն Գրիգորյանը, հանդիպման հաշիվը, այ քեզ Մարսել, այո, երկու գնդակ 1 րոպեի ընթացքում Դուբլ արդեն Հարություն Գրիգորյանից այս խաղում իհարկե մի քանի ֆուտբոլիստներ կարող են եզրափակել այս դրվագը, բայց ոչ ոքի մոտ հարված այսպես ասած չստացվեց ու միայն վերջում Գրիգորյանը գտավ դարպասը 4-3 ու տեսնենք հիմա արդեն կգնա Մարսելը նաև պարտությունից խուսափելու համար Աղազարյանն է նետելու եզրից Գրիգորյան ու չհասցրեց սպայել Ապես տենայք, մեկն ու մեկը տերկուսից Լավ ես, դոշտի, Ես նետում է Հարությունյանը, Ավակյան, նորից Հարությունյան ու այստեղ էլ չստացվեց սպայել գնդակը երկար նետում առաջ Զանյան ու այստեղ Խաչատրյանը երկրորդ հարկում լավ գործեց և այո, մնում է գնդակը Փարիզի ֆուտբոլիստների մոտ Աղազարյան դեպի առաջ Հակոբյան այստեղ ընդունեց իր վրա գնդակը Վարդանյանն էլ դեպի առաջ վերջի պաշտպան հիմա կարող Ավակյանն է դարձել ու հեռացման փորձ եւ Այվազյանը շատ լավ ընդունեց բայց այստեղ չհասավ գնդակը Արտակ Ասատրյանի ներվում է նորից Մարսելը առաջ Իսկանդարյան ու այստեղ պահում է գնդակի Իսկանդարյանը այո եզից նետելու են Մարսելի տղաները Վարդանյան ու այստեղ կորցրեց գնդակը Մարսելը, այո, շատ լավ պաշտպանվեց այս դրվագում Փարիզը և Խաչատրյանը երկար փոխանցումով գնդակը ուղարկում է առաջ, բայց այստեղ խլեցին Զանյանն էլ հարվածեց ու թույլ ստացվեց Զանյանի կատարած հարվածը մի փոքր ուժեղ կարող էր անկյուններից որևէ մեկը գտնել Զանյանը, բայց ուղիղ կենտրոնով հարվածեց ու Սարգսյանը խնդիրներ չունեցավ գնդակը որսալու հետ կապված Նարեկ Իսկանդարյան Շարժվում է առաջ Իսկանդարյանը Բարձրից դեպի Զանյանը ու չտացվեց Տորի Զանյանի արված այս դրվագում Շատ
վտանգավոր իրավիճակ էր, բայց այստեղ Աղազարյան Այվազյան եթե խաղարկում գնդակ Աղազարյանը Այվազյան լավ անցում էր Գրիգորյան այստեղ հաջող խլեց Գրիգորյանը գնդակ ուղարկեց Այրոյանին դեպի Վարդանյանը լարվածեց ու Սարգսյանը հեռացեց գնդակ անկյունային է վաստակում հիմա Մարսելը վերջին ուժերն են ներդնում հանդիպան մեջ Մարսելի ֆուտբոլիստները Գրիգորյանը կիրականացնի անկյունայինը փոխանցումը կա ով է հարվածելու Զարյանը պատրաստ է չստացվեց Ավակյան Իսկանդարյան ընթացքից փորձ վերադառնում է գնդակը Գրիգորյանին Գրիգորյան հարվածել կա ինչ խառը իրավիճակ է Հայրոյան տեսնենք ով կկատարի վերջնական հարվածը Իսկանդարյանը միգուցե ոչ թույլ է ստացվում Իսկանդարյանի փորձը Զանյանն է հարվածում Գրիգորյան ինչ իրավիճակ ու Աղազարյանը փակում է այստեղ գնդակի ճանապարհը եւս մեկ անկյունային է վաստակում Մարսելը Տեսնենք այս փորձը ինչ կտա Մարսելի ֆուտբոլիստներին Գրիգորյան բարձից փոխանցումը կա Ավակյանը հեռացեց Այվազյան կարելի է վերջնակետը դնել այս հանդիպման Մանվել Այվազյան իհարկե շատ գրագետ վարվեց այս դրվագում Այվազյան ու այս գոլը հաղթական է կարծում եմ արդեն Փարիզի ֆուտբոլիստների համար 5-3 Այվազյանը դարձրեց այս հանդիպանաշիվ այո գնաց Մարսելը 4-4 դարձնելու բայց շատ արագակագրով բաց թողեցին Մանվել Այվազյանին եւ նա չի վրիպում սովորաբար հիմա էլ տեսեք ինչ բացեր են առաջացել պաշտպանությունում Մարսելի Ավակյան կարելի է նորից 3 գնդակի տարբերությունը վերականգնել բայց ուժեղ ստացվեց այստեղ փոխանցումը Վարդանյան Հորքից երկար փոխանցում Հարությունյանը հեռացնում է գնդակը Արտակ Ասատրյանն էլ այստեղ միջամտեց պայքարին ու հիմա Հարությունյանը դեպի առաջ Ավակյանի ուղղությամբ բայց այստեղ էլ Հակոբյանը ներողություն Վարդանյանը լավ գործեց Վարդանյան հերվից է փորձում Վարդանյանը ու Սարգսյան բրավո այստեղ Գրիգորյանը չդիպավ բայց ավելի շատ իհարկե խանգարեց դարպասապային դա նրա գործն է հենց այս դրվագի հետ կապված Խաչատրյան երկար փոխանցում ինչ հաշվը նկատեր Այվազյան ու չստացվեց գտնել դարպաս այս անգամ Մանվել Այվազյանի մոտ Եվ կարծում եմ սա կլինի հանդիպման վերջին գրոհը Հակոբյան հերվից պարզապես արված Սարգսյանը հեռացեց, բայց Զանյանի մոտ վերադարձավ գնդակը դատարկ է դարպաս, եթե իհարկե փոխանցում հետևեր, բայց Սարգսյանը այստեղ շատ հաջող է գործում, այո Ոչ հեռացել էր ամեն դեպքում գնդակը դաշտի սահմաններից դուրս ու անկյունային հարված վաստակում են հիմա Մարսելի ֆուտբոլիստները Եվ տեսնենք այս վերջին անկյունայինի խաղարկման Իսկանդարյանն է կատարում փոխանցումը դեպի Գրիգորյանը չստացվեց արվածել Ոչ թույլ համենայն դեպս կտամ մրցավարը կարծես եւս մեկ գրող տեսնենք կողմերից որևէ մեկի կատարման Ավակյան դեպի Սերգեյ Հարությունյանը ուժեղ հարվածով Հարությունյանը գնդակ ուղարկեց առաջ բայց դա ինչ հաշվի նկատ փոխանցում է դեպի Մանվել Այվազյանը փոխանցում Ասատրյան ու պետք է գոլով ավարտել այս ամենը գեղեցիկ է անում ամեն ինչ Փարիզը Արտակ Ասատրյանն հետրիկ է հեղինակ է դառնում այս խաղում 6-3 հաղթում է այս խաղում արդեն Փարիզը Խաղային օրով եւ խաղային շաբաթ այս հանդիպումով ավարտում ենք բարի գիշեր ու ամենայն բարիք